Բարև ձեզ, եթերում Boxing Time-ն է։ Մի քանի օր շարունակ Երևանում ապրում էր բռնցքամարտով մեր երկրում է ընթանում մինչև 23 տարեկանների եւ երիտասարդների Եվրոպայի առաջնությունը։ Այսօր եզրափակիչում ռինգում լինելու են երիտասարդ բռնցքամարտիկները։ Հայաստանն ունի եզրափակիչի 9 մասնակից։ Մենք ցավալու ենք ու երկրպագելու ենք հայ մարզիկների համար։ Եվրոպայի երիտասարդների առաջնությունը բռնցքամարտի գեղեցիկ տոնի էր վերածվել, իսկ հայ մարզիկներն իրենց հաղթանակներով ավելի էին գեղեցկացնում այն։ Այսուհանդերձ եզրափակիչի առաջին երկու մենամարտները մեզ համար արծաթե ստացվեցին։ 48 կիլոգրամ քաշային կարգում Հարություն Մարտիրոսյանը մրցում էր Ռամազան Ջունաևի հետ։ Մարտիրոսյանը բոլոր 3 ռաունդներում պայքարեց, սակայն ռուս բռնցքամարտիկը ավելի դիպուկ էր եւ հաղթեց։ «51 կիլոգրամ քաշային Վահրամ Դովլաթվեկյանը մրցեց Թիմուր Մեկ Մամադալիևի հետ։ Բոլոր 3 ռաունդերում ծավալվեց անզիջում մրցակցություն, որոնց արդյունքում 4-1 քաշով հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչը։ Մեր առաջին չեմպիոնությունը 54 կիլոգրամ քաշային կարգում էր։ Հերթական անգամ իր բարձր կարգը հաստատեց Վաղար Շաքեյանը, ով իր ուժգին հարվածների տարափով ոչ մի շանս չտվեց ռուս բռնցքամարտիկ Արսենի Զիլցովին։ Արդյունքում 5-0 հաշվով հաղթանակ եւ երիտասարդների Եվրոպայի առաջնությունում առաջին ոսկե մեդալը։ 54 կիլոգրամ քաշային կարգում Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթողն է Վաղար Շաքեյանը։ Վաղար Շակ, շնորհավորում եմ քեզ կիսվիր տպավորություններով, ինչպիսին էր առաջնությունը քեզ համար։ Спасибо за поздравления. Это я выиграл 3-ю Европу уже по счету. Турнир хорошо организован, мне понравилось. Хорошо подготовился. И вот с Божьей помощью стал 3-кратным чемпионом Европы. Ինչ կասես եզրափակիչ մենամարտի համար, ինչպես նա ընթացավ, ինչպիսին էր։ Соперник неплохой, хороший. Я месяц назад в Чите на Кубке Евразии с ним встречался в финале. Также его выиграл. И тут у нас еще раз доказал, кто сильнейший в этом весе. «57 կիլոգրամ քաշային կարգում ցավալի պարտություն կրեց Տիգրան Հովսեփյանը։ Մեր բռնցքամարտիկը առաջին 2 ռաունդից հետո հաղթում էր 5-0 հաշվով, սակայն վնասված ստացավ։ Ընդ որում, բելարուս բռնցքամարտիկը կեղտոտ հնարքով գցեց մեր մարզիկին։ Հետագայում պարզվեց, որ Տիգրանը կտրել է ոտքի ջիլը։ «63.5 կիլոգրամ քաշային կարգ, այստեղ բոլորից մեկ գլուխ բարձր էր Անդրանիկ Մարտիրոսյանը։ Եզրափակիչում նա ռինգում արեց այն, ինչ ցանկանում էր, եւ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Իտալիան ներկայացնող Ջուզեպե Կարվալյոին, օրվա երկրորդ ոսկե մեդալը պարգևելով Հայաստանին։ Եվրոպայի երիտասարդների 63.5 կիլոգրամ քաշային կարգի առաջնության հաղթողն է Անդրանիկ Մարտիրոսյանը։ Անդրանիկ, շնորհավորում եմ քեզ կիսվիր տպավորություններով, ինչպիսին էր առաջնությունը եւ եզրափակիչը քեզ համար։
Մերսի շատ շնորհավորանքների համար, առաջնությունը շատ լավ են կազմակերպել, ուժեղ երկրներից տղաներ կային, բայց դե մենք սաղից լավ ենք պարապել եւ կարողացանք սաղին հաղթահարել ու դառնալ չեմպիոն։ Ինչ կասես եզրափակիչիդ մասին։ Եզրափակիչը շատ լավ էր, շատ լավ տղա էր իմ դիմացինն է, բայց դե կարողացանք նրան կոտրել եւ հաղթահարեցինք նրան։ Մեր հավաքականի ոսկե հետրիկը իրեն երկար սպասեցնել չտվեց։ 67 կիլոգրամ քաշային կարգում Արգիշտի Հակոբյանը մրցեց բելարուս Մաքսիմ Ռիբակի հետ։ Հակոբյանն ամբողջ մենամարտի ընթացքում անչափ գրագետ գործեց։ Առաջին ռաունդում 4-1 հաշվով հաղթելուց հետո նա ավելի մեծացրեց ճնշումը ու վերջնական հաղթանակի հասավ 5-0 հաշվով։ Հաղթանակների շղթան շարունակեց 75 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Սամվել Սիրամարգյանը։ Նա մրցում էր բելարուս Իվան Սինյակի հետ։ Հայ մարզիկը ուժային մարտ առաջարկեց մրցակցին, որին բելարուս մարզիկը պատրաստ չէր։ Սինյակը փորձում էր ինչ-որ բան առաջադրել, սակայն Սիրամարգյանը շատ վստահ էր իրեն զգում եւ ոչ մի շանս չտվեց մրցակցին։ Արդյունքում 4-1 հաշվով հաղթանակ եւ 4-րդ ոսկե մեդալը Հայաստանին։ Երիտասարդների Եվրոպայի առաջնության 75 կիլոգրամ քաշային կարգում հաղթողն է Սամվել Սիրամարգյանը։ Սամվել, շնորհավորում եմ քեզ կիսվիր տպավորություններով, ինչպիսին էր առաջնությունը քեզ համար։ Առաջնությունը շատ լավն էր, շատ լավ ենք պատրաստել մենամարտի համար, բոլոր մենամարտերները ծանր էին, կային մենամարտեր, որ լավ անցավ, կային մենամարտեր, որ կարայինք ավելի լավ անենք, այս մենամարտից շատ գոհ եմ, կարայի ավելի էլ անեի, մի խոսքով ամեն ինչ լավ է, 4 չեմպիոն տվեցինք, բոլորս էլ ուժեղ էինք, շատ լավ էր։ Ընդհանուր մրցաշարը գնահատեցիր, որ լավ էր կազմակերպված, իսկ քո մենամարտերից որը կառանձնացնեիր դժվարության առումով իհարկե։ Դժվարության առումով հենց այս մենամարտը կառանձնացնեի, որովհետև ինքը փախնող բոքսեր էր, ես պետքա մոտենայի, ջարդեի նրան ֆիզիկապես եւ ստացվեց ինձ մոտ։ Ես նրա դեմ պատրաստվել էի, շատ լավ ստացվեց ամեն ինչ։ Եզրափակիչի մասնակից ունեինք նաև գերծանր քաշային կարգում։ Այստեղ Տիգրան Խաչատրյանը համար դիմադրություն ցույց տվեց Ռուսաստանը ներկայացնող աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Ռինատ Կասանովին, սակայն այս անգամ պարտություն կրեց բավարարվելով արծաթե մեդալով։ Եվրոպայի առաջնությունը ավարտված է, Հայաստանի հավաքականը նվաճում է 13 մեդալ, իսկ թե որքանով են այդ մեդալները գոհացնող ու դրանց հարգը գոհացնող, կիմանանք հենց հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանից։ Պարոն Աղամալյան, խոսքը ձերն է։ Իհարկե, գոհ եմ արդյունքից, պլանավորել էր եզրափակիչում 5 ոսկի ունենալ, ցավոք սրտի Հովսեփյան Տիգրանը 2 ռաունդ
կրելով 5-0 ստացավ վնասված ու չկարեցավ շարունակի։ Գոհ եմ ամենայն դեպս իրանից էլ։ Գիտեք ինչ, այդ 7 ամիսը ոնց որ պատրաստվել եք, սպասում եք այդ արդյունքի ու գնացել եք, մասնակցել եք խոշոր մրցաշարերի միջազգային, թե քութայից, թե չիտա, որտեղից տեսա, որ տղերքը շատ բան պետք անեն, ու մանավանդ Երևանում։ Ընդհանուր առմանը իհարկե գոհ եմ։ Տիգրանից խոսեցինք, հետևեցինք կրկնապատկերին այդ դրվագի։ Կարծես մրցակիցը կոպիտ խախտում արեց, պատնուշկա տվեց ու նույնիսկ ոտքը շատ տգեղ ձևից հավացրեց։ Շատ հնարավոր է տենց բան լինի, որ հիմա ռինգի մրցավարը պետք է դիմի գլխավոր մրցավարական կոլեգիայի, ասի որ էսի այդ պատճառով ա եղել վնասվածքը ու հակառակորդը եթե տենց բան ա եղել, պետք է որակազարկված կլիներ։ Պարոն Աղամալյան, հաջորդիվ մեզ ինչ է սպասում, հաջորդ մրցաշրջանը որտեղ ենք շեշտ դնելու։ Հաջորդ մրցաշրջանը մյուս տարի աշնանը Աֆրիկայում կլինեն յունիսկի պատանեկան օլիմպիական խաղեր, հալա պարզ չընդ է որ ռեյտինգ ա լինելու ինչ աշխարհի առաջնությունը, հիմնական մրցումը է դա։ Մինչև այդ կլինի աշխարհի առաջնություն Եվրոպայի համար չեմ կարող ասեմ։ Կարող ենք ասել, որ այս մեր տղաները ապագա մեր օլիմպիական չեմպիոններն են, ապագա մեր օլիմպիական հավաքականի անդամներն են։ Որոշ մարդիկ, այո, մնացածները պետք է մի քիչ իրանց մակարդակներ բարձրացնեն։ Ավելի վաղ աղջիկների պայքարում արծաթե մեդալակիր էին դարձել 50 կիլոգրամ քաշային Հեղինե Պետրոսյանը, 54 կիլոգրամ քաշային Վարդ Ասատրյանը եւ 57 կիլոգրամ քաշային Էլեն Պապյանը։ Եվրոպայի առաջնությունն ավարտված է, Հայաստանի երիտասարդական հավաքականը այն ավարտեց բացառիկ արդյունքով, մեր բոլոր 13 մարզիկներն էլ մեդալ նվաճեցին։ Մենք ունեցանք 4 ոսկի, 5 արծաթ եւ 4 բրոնզ։ Շատ հավաքականներ կերազեին այսպիսի արդյունք, բայց թիմային պայքարում մենք երկրորդն ենք։ Աշխատելու տեղ կա, վստահ եմ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ, մեր հավաքականը հաջորդ մրցաշրջաններում ել ավելի լավ արդյունք կգրանցի։ Եթերում բոքսինգ թայմներ, սպասեք մեզ։